Աչքը կորցրած մի աղջիկ, ում ձայնը հիացրել է Միլանի, Փարիզի և Պետերբուրգի հանդիսատեսին։ Նադեժդա Պապայանը, հայկական սոխակը, ավելի քան 40 գլխավոր դերերքով փայլել է աշխարհի խոշորագույն օպերային բեմերում։ Սակայն համաշխարհային փառքն այդպես էլ չօգնեց նրան դառնալ երջանիկ սեփական հայրենիքում, Կովկասում, ու նրան սպասում էր ողբերգական վախճան։ Աստրախանում միջին հարստության վաճառական Համբարձում Պապայանի ընտանիքում ծնված Նադեժդա Պապայանը փոքրուց աչքի էր ընկնում հրաշալի երգեցողությամբ և դերասանական վառ ունակություններով։ Ցավոք, տնային ներկայացումներից մեկի պատրաստության ժամանակ նա ընկնում է մեխի վրա և կորցնում աչքը։ Անգամ Փարիզի առաջադեմ բժշկությունը չի կարողանում օգնել, և նա ստիպված է լինում ամբողջ կյանքում կրել ապակի աչք։ Աստրախան ժամանած իտալական թատերախմբի անդամներից մեկի հետ հանդիպումը բախտորոշ եղավ։ Լսելով աղջկա ձայնը նա խորհուրդ է տալիս անպայման շարունակել երաժշտական կրթությունը։ Նադեժդան նախ մեկնում է Սանկտ Պետերբուրգ, ապա Միլան, որտեղ էլ ստանում է հայկական սոխակ պատվանունը։ Երգչուհու կյանքն ուսումնասիրած գրող ազգագրագետ Էդուարդ Մանվելյանը պատմում է նրա մեծ հաջողությունների մասին Միլանի, Փարիզի և Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոններում, որտեղ նա փայլել է ավելի քան 40 գլխավոր դերերքերով։ Չնայած համաշխարհային ճանաչմանը, Նադեժդային միշտ ձգում էր Կովկասը։ Նա տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ նույնպես արժանանում է շռնդալից ընդունելության։ Սակայն ի տարբերություն բեմական փառքի, նրա անձնական կյանքը դասավորվում է ողբերգականորեն։ Երբ թվում էր, թե շուտով պիտի միանա իր սիրելի Ալեքսանդրին, հարազատ Աստրախանում դաժանորեն սպանվում են թե ինքը, թե հայրը։ Թեև Նադեժդա Պապայանի ձայնագրությունները չեն պահպանվել, սակայն ժամանակակիցների վկայությունները բառապացույցն է նրա բացառիկ ձայնային տվյալների և դերասանական բարձր արվեստի։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հայ մեծերի մասին ամենահետաքրքիր և կարևոր մանրամասները։